2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված ամեն երեխայի համար միանվագ 500,000 դրամ նպաստ կսահմանվի։ Նոյեմբերի 20-ին կառավարությունն ընդունեց կենսաթոշակների և նպաստների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշում, ըստ որի երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամը, անկախ երեխայի կարգաթվից։ Գործող օրենքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորված է երեխայի կարգաթվով։ Առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում է 300,000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար 1,5 միլիոն դրամ։ Քանի որ երեխայի ծնունդով պայմանավորված ծախսերը նույնական են, անկախ երեխայի կարգաթվից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կիրառել նպաստի համահարց սահմանաչափ՝ 500,000 դրամ։ Հաճախ այս նպաստը դիտվում է ոչինչ հիմնական նպատակով, հատկապես հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու ժամանակ։ Այդ պատճառով կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500,000 դրամ նպաստ, նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Կարգավորումն ուժի մեջ է մտել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրը վերածել մշտական պետական նպաստի, որը տրվում է յուրաքանչյուր ամիս երրորդ և հաջորդ երեխային 50,000 դրամի չափով, մինչև 6 տարեկան։ Ըստ Արսեն Թորոսյանի, հունվարի 1-ից գործող 20% հետվճարի մեխանիզմով այս գումարը անկանխիկ առևտուր անելու դեպքում կդառնա 60,000 դրամ։